Հայաստանից Վրաստան մեկնել ցանկացողների համար նոր խստացումներ կլինեն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է հաղորդագրություն տարածել, որ հուլիսի 1-ից Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրով Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի, այն է ուղևորների ցուցակի առկայությամբ։ Այն պետք է լրացնել էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված թղթային օրինակը պարտադիր պետք է լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Այն վերաբերում է կոմերցիոն փոխադրմանը, ոչ թե օրինակ ընտանիքի անդամներով Վրաստան մեկնողներին։ Նմանատիպ փոխադրումները որևէ խնդիր չունեն, դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվի։ Այնուամենայնիվ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է ընտանիքի անդամներով, ընկերներով Վրաստան մեկնողներին իրենց հետ ունենալ ուղևորների ցանկի հսկիչ փաստաթուղթ։ Վրաստանում տեսչական մարմինները ստուգումներ են իրականացնում նաեւ ճանապարհների վրա։ Եթե կա օրենքի պահանջ, պետք է բոլորը ենթարկվեն, առավել ևս, որ դա իրենից որևէ բարդություն չի ներկայացնում։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, թեթև մարդատար մեքենաներին այդ կարգավորումը չի վերաբերում։ Ընդհանրապես Հայաստանից Վրաստան մեկնող մեր քաղաքացիները առանց այդ էլ խոչընդոտներ են ունենում Վրաստանի սահմանը հատելիս։ Փաստաթղթերի առկայությունը ստուգելու գործընթացը շատ ավելի երկար է տևում։ Վրաստանի քաղաքացիների դեպքում կարելի ասել նմանատիպ խնդիրներ գրեթե չեն ստեղծվում հայկական կողմում։ Իրանք մեզ մոտ մտնելուց ոչ մի խնդիր չունեն, հանգիստ գալիս են, եթե իրանք վարձություններ են անում ու դրանով պիտի խոչընդոտեն դեպի Վրաստան մեր տուրիզմը, իսկ դա իրանց համար փոքր նշանակություն չունի, բավականին մեծ նշանակություն ունի, մի քիչ իրանց մտածելու բանն է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, թե այդ կարգավորումը միշտ է գործել։ Համավարակի շրջանում ուղևորափոխադրումները դադարեցվեցին։ Դրանց վերականգնվելուց հետո վերահսկողությունը չէր խստացվել։ Այդ հարցը կոմիտեում քննարկվելու է, մենք մեր գործընկեր տրանսպորտային ծառայություններ մատուցողների ասոցիացիան, տուրիզմի հայկական ֆեդերացիան կոմիտեում նստելու ենք եւ նաեւ տարածքային կառավարման նախարարության մաս լինելու այդ հարցերը մի հատ քննարկելու ենք։ Մեզ մոտ էլ ասենք ունենք օրենսդրություն, որը ժամանակի ընթացքում փոփոխություն կարիք ազգում կամ նոր ինչ որ ընդունված բան է լինում, որը էլի նորից տեսնում են խնդրահարույցա, քննարկում են, լուծում են առաջարկում, խնդիրը լուծվում է։ Առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը Վրաստան է գործողելու էկոնոմիկայի նախարարին եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահին։ Պաշտոնյաները Թբիլիսի կմեկնեն երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։ Տևական ժամանակ է Վրաստանի սահմանին հայկական կոնյակի տարանցման խնդիրներ են առաջանում։ Բեռնատարները երբեմն շաբաթներով սպասում են, որ վրացական կողմը թույլ տա հատել սահմանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։